Վերջաբերելի հարցերի մասով։ Չէ, ես նոր որ խոսում ենք այդ հարգարժան դատարան, նայեք, ամեն հաջորդական նիստերից պարզվում է, որ ստեղ արդարացություն չկա, ոչ թե մենք ենք համոզվում, մենք առաջի օրվանից համոզված ենք, այս մեր ժողովուրդը տեսնելով համոզվում, որ ստեղ արդարացություն չկա, սա քաղաքական պատվեր է, որով որտեղի 12-ին Բագրատ Սրբազանը եւ իր աջակիցները պետք է չլինեն ազատության մեջ, որ Ամերիկայում Զանգեզուրի միջանցքը հանձներ Ալիևին, հիմա եկել է երկրորդ փուլը, պետք է ձգենք, այն որ դուք պետք է ձգենք մինչև հունիսի 7-ը, որ ընտրությունները անցնեն, որ դուք համոզված անկեղծ sense ձեր հայացքից են զգում, որ ասում եք Բագրատ Սրբազան, սպասեք, վերջում կտենաք, որ իմ կարծիքը ես անկեղծ հավատում ենք ձեզ, բայց հիմա այդ հավատալու իմաստը որն է, որ արդարություն չկա եւ մեզ պահում եք այս ծրագիրը իրականացնելու համար, դուք մասնակից եք այս ծրագրին, որը նստեք, որովհետև ես սահմանափակում եմ այդ վիրավորանք եք դուք բանանում։ Վիրավորանք չի, արտադրություն դատարան, վիրավորանք չի։ Ես չեմ տալիս շարունակեք, ես սահմանափակում եմ ձեր ելույթ տալու իրավունքը։ Չէ, հիմա նույն պատմությունը ասում եք, եկեք կարծենք հետո կարող է պարտի փորձականություն չկա սուտ է, այդ նույն պատմությունը անցած անգամը, դե մենք Պատվարժան դատարան դեռևս նախաքննության ավարտի ժամանակ մենք միջնորդել էինք, որպեսզի պաշտպանական կողմին տրամադրվեին համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների ամբողջական ձայնագրությունները, սակայն քննիչը միջնորդությունը թողել էր առանց քննության, հետևաբար միջնորդում ենք, որպեսզի դատարանը օժանդակի ապացույցներ ստանալու հարցում համաձայն քրեական դատարանության օրենսգրքի եւ տրամադրվի մեզ համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների ամբողջական ձայնագրությունները։ Թողնվել էր առանց քննության միջնորդությունը։ Որոշում եք կայացել միջնորդությունը առանց քննության թողնելու մասին։ Այո։ Կա այդպիսի որոշում։ Քրեական վարությունը։ Առանց քննության թողնելու մասին։ Դիմեք, եթե պատասխանը կտան, եթե պատասխանը ձեզ տվել են մերժում, մեզ չեն մերժել, պատվարժան դատարան, ուղղակի թողել են առանց քննության։ Սա նույնաբովանդակ միջնորդություն է, դեպ պաշտպան Խուլիանն է նման միջնորդություն ներկայացրել, որը դատարանը նշել էր, որ սա հետագա դատարանության